Բարի լույս, բարի առավոտ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, սիրելիներս, ինչպես եք, ես շատ լավ եմ, հույսով եմ, որ դուք էլ եք լավ, բարին ու լավն եմ ցանկանում ձեզ, եղեք միշտ լավ, բարի և օրհնված, շաբաթ է այսօր, ժամը 10 է, առավոտյան գնում եմ մեծածախ շուկա, թթվի համար բանջարեղեններ գնելու, Մեքենաների ձայները չեն թողնում, որ ձեզ հետ խոսեմ, սիրելիներս։ Այսօր անուշ, պայծառ, արև եղանակ է։ Շատ լավ աշուն արեց այս տարի մեզ մոտ։ Թթուն էլ դնենք, ուրախությունով դնենք, առողջ ուտենք, ձմեռը առողջ վայելենք, խաղաղություն լինի աշխարհով մեկ, առողջություն լինի, որ մեր բոլոր պատրաստած փակոցները առողջ վայելենք, սիրելիներս։ Եթե դուք էլ եք պատրաստում, փակում, թթու դնում, դուք էլ առողջ ուտեք, առողջ վայելեք ձմռանը, իմ հարազատ դարձած բաժանորդներ ջան։ Եթե հարմար լինի, շուկայում կնկարեմ, գնում ենք մեծածախ շուկա, որտեղից միշտ գնումներ ենք կատարում, այդ շուկան ենք գնում։ Գնում ենք ու ձեզ էլ մեզ հետ տանում ենք։ Մկատ ճանապարհով են գնում, տեսնում ենք գեղեցիկ շենքեր, գեղեցիկ տեսարաններ, ամպերը կապույտ, պարզ, ջինջ, այսօր շատ լավ օր է, իսկական գնումներ կատարելու օր։ Ծառերը գեղեցիկ, ծառեր կան արդեն մերկացած են, ծառեր կան դեղին, շորերը հագած։ Ցույց տալով ձեզ ծանոթացնելով գնում ենք, մի քիչ խցանման հանդիպեցինք, բայց ոչինչ, անցանք։ Սիրելիներս, տեսեք ինչ տեսարան եմ ձեզ ներկայացնում, բնության հրաշալի տեսարաններից մեկը, աշնան գեղեցիկ գույնզգույն ծառերը, Աստծո ստեղծագործությունն է, ծառերին էլ է Աստված ստեղծել, արարել, գունեղ շորեր հագցրել, տեսնում եք կարմիր, կանաչ, հիանում եմ այս գույներով, սիրելի հետևորդներ ջան, տերևները դեղին, կապատմեն յարս տեղին, երկս թող դեղդարման լինի, յարիր ցավոտ տեղերին, տերևները դեղին, կապատմեն յարս տեղին, այսպիսի գեղեցիկ երգ կա դեղին տերևների մասին, հմայքը են, հմայք, ուղղակի այսպես մեքենան գնում է, ես էլ հմայված, զմայված նայում եմ և չեմ կշտանում այս բնության հրաշք գեղեցկությամբ։ Իսկ հիմա թունելով ենք անցնում, սիրելի հետևորդներ ջան։ Թունելից դուրս եկանք, արդեն հասել ենք Ֆուդսիթի մեծածախ շուկան։ Ստուգումներ են կատարում, տեսնում եք, բեռնախցիկը նայում են և մեքենաները առաջ են շարժվում։ Իսկ հիմա մերն էլ նայեցին և մենք շարժվեցինք առաջ։ Հասել ենք այն կետը, որտեղ պետք է արդեն գումար մուծենք, հիմա վերցնում ենք կտրոնը, հետ գալուն մուծումը կկատարենք։ Իսկ ժամանակին մի քանի տարի առաջ անվճար էր, դուրս էին գալի, մտնում գնում, իսկ հիմա վճարովի է։ Այսօրվա շուկան մարդաշատ և մեքենաները շատ, շաբաթ օր է, այստեղ էլ ձմերուկ են ծախում, շաբաթ օր է, առաջին անգամ այսքան մարդաշատ տեսա, որդիս իջել է ձմերուկ գնելու, միշտ այդ նույն տեղից է գնում, շատ հաջող քաղցր կարմիր ձմերուկներ է։
վերցրեց, հիմա աշխատողը կդնի մեքենայի մեջ։ Այս մի շարքը բոլորը ձմերուկներ են մեքենաներով։ Սա էլ լայք է դնում, որ տեսավ նկարում եմ, այստեղ դդումներն են, մեքենաների վրայի վաճառվածները էժան են, իսկ հիմա ցույց կտամ թանկ տեղը, որտեղ այստեղից գնում են, մի քիչ այն կողմ արդեն մի քիչ թանկ վաճառում են, արդեն ռոզվի մանենք եկել և այստեղից հիմա գնում ենք այս դեղին և ռոզվի կարմրանման թթվի համար լոլիկներ 20 կիլոն պետք է վերցնեմ և թողում է, որ դու ընտրես, իսկ կողքինը 100-ից պակաս չի տալի և չի թողնում, որ ընտրես, կանաչ լոլիկը շատ կոշտ է, ջուրը չի մտնում մեջը, լավ չի լինում, իսկ այս տիպի ռոզվի դեղինով ջուրը մտնում է մեջ և շատ գազով համով է ստացվում, այս կուկուռուզները մեշոկով պիտի գնես, տեսնում ես ընդեղ նստած, երկու կանայք ջոկում են, մաքրում են և սպես շարում են սետկաների մեշոկների մեջ, պետք է օպտավոյ վերցնես, ընտիր լոլիկ է, ցույց եմ տալիս սիրելիներս, շատ լավ, այս շատ մեծերը մի վերց, ես էլ լավ ստեղ էլ սխտոր են վաճառում, գյազար, սոխ, լոլիկներ, ամեն ինչ ուզես, սա էլ բազուկ է, այնտեղ մանր կծու պղպեղ, ամեն ինչ կա այս մեծածախ շուկայում, բավականին հսկայական տարածք է, այստեղ էլ վերցնում եմ, պետք է արկղով վերցնես, որ էժան լինի, այսպես արկղով ծաղկակաղամբ եմ վերցնում, այստեղ էլ արդեն բողկի տեսականի կարմիր, սպիտակ, լոբի, այստեղ այնտեղից գնվածները այստեղ արդեն բավականին թանկ են, ես վերցրեցի ծաղկակաղամբը կիլոն 120, այստեղ արդեն 250 էր դարձել, պետք է արկղով վերցրել, այստեղից էլ կաղամբ եմ գնելու, շատ լավ ընտիր, սպիտակ, իսկական թթվի կաղամբ, եթե մեշոկով վերցնեմ 25 ռուբլի է կիլոգրամը, իսկ մի քիչ այն կողմ գնամ 35, ստիպված մեշոկով վերցրեցի, մեր թթվի բանջարեղենները գնելուց հետո եկել եմ բանջարեղենների հատուկ բաժինը, տեսեք ինչ ասես, որ չկա, սիրելիներս, բանջարեղեններից ինչ ուզես, ամեն տեսակի կանաչի, բողկ, ամեն ինչ կա, քեզ վերցնելու եմ սոխ և համեմ, գինը հարմար և մատչելի, Из солнечной Армении, поэтому. Խաղողները տեսեք սիրելին, ինձ ասում են, ինչու կուրտկա չես հագել, կուրտկան թողել էի մեքենայի մեջ, ասում եմ, из солнечной Армении, ինչ միրգ, խաղողների քաղցրությունը չէի կարա կեսջուտ ուտել, խզերի տեսականին, սիրելիներս, ունապ, փշատ, հատապտուղներ, գալուբիկա, ամեն ինչ կա, էքսոտիկ մրգեր, բանան, անանաս, ամեն ինչ, մանգո, ունապը տեսնում եք, հեսա մոտիկից ունապն է ցույց կտամ, դամբուլ, սալոր, ինչ ուզենաք, մասուր, սունկ, ամեն ինչ այս շուկայում կարող ես գտնել, հարմար գներով, ունապը տեսնում եք խոշորությունը, կաշկան, մի խոսքով, ինչ ուզենաս այդ շուկայում կարող ես գնել, աչի գնեցինք դուրս, մի արկղել դեղց վերցրեցի մեր Արտաշատի դեղցն է, եկան Թուցիցին, մեր գնումները կատարեցին, բավական երկար տևեց, 3 ժամից ավել, եկել ենք խանութ, Մոսկվայի համարյա ամենամեծ խանութներից մեկը, որ մթերային գնումներ էլ կատարենք, սիրելիներս, և գնանք տուն արդեն,
շատ հոգնեցի։ Այո, սիրելիներս, այն խանութն է, որտեղ առաջին անգամ դեմքով ձեզ հետ բարևեցի, իմ լավ հարազատ դարձած հետևորդներ ջան։ Սիրելիներս, ես նստեցի այս շատրվանի մոտ, վայելեմ ջրի ձայնը, գեղեցկությունը, չեմ կարող մտնել, գնումներ անել մթերային։ Թող իրենք տղաս եւ հարցս մտնեն գնումներ կատարեն, ես այստեղ մի քիչ կհանգստանամ եւ կգնանք տուն։ Դե ինչ աղմուկը շատ է սիրելիներս, ուզեցի ձեզ հետ ասել խոսալ, մինչև կհանդիպենք։ Իսկ հիմա նստել եմ բազկաթոռին, հանգիստ վայելում եմ ջրի ձայնը, շատրվանների թափվելը, ճիշտ է ցածր է, բայց շատ հանգիստ է, մեղ հոսում է մի կողմից ջուրը, մյուս կողմից թափվում է, տեղ ունի, ներս է մտնում, այստեղ բարձր ջահն եմ ցույց տալիս, հսկայական, սարսափում եմ նայել անգամ, որովհետև շատ ծանր է, մտածում եմ ինքսինքս, ասում եմ հանկարծ մի օր չփոկվի, չնայած տենց բան չի լինի, երևի շատ ամուր եմ կախել, իսկ այս վերևի մասը էլ ռեստորան, մակդոնալդ, սուշի, սուրճ խմել, ամեն ինչ կա, ինչ ուզեք սիրելիներս, շատ հանգստացա այստեղ նստելով, համ ոտքերս են հանգստանում, համ էլ այսպես վայելում եմ այս ջրի գեղեցկությունը։ Հիմա սիրելիներս ցույց եմ տալիս մակարոնները, որը գնել ենք տարբեր տեսակի։ Սա մի քիչ հաստոտ կարճոտն է, նա ուրիշ էր։ Սա էլ լապշայի նման մի քիչ նեղոտ եւ երկար, շատ համեղ ստացվում է փլավ։ Երկար սպագետի մակարոն է։ Այստեղ մանր վերմիշել է, ես շատ եմ սիրում։ Այս մակարոնը պատրաստում ենք պանիրով, ուտում ենք, քերում ենք պանիրը վրան, ուտում ենք, սա էլ թիթեռնիկ մակարոն է, որը լավ է նորից ստացվում, սա դեղին ոլոր է, երկու մասի բաժանված, սա նոխուդ է, սիսեր, թրջում ես լավ ուռում է, շուկայից գնում ես լավ ընտիր մեծ է, սա խանութի է, սա էլ արևածաղիկ է, այստեղ էլ կանֆետներ է վերցրել, շոկոլադներ, սա շատ համեղ է, բաունսի է, սա էլ այս տիպի է, անգամ չեմ փորձել այս տիպին, սա պեչենի է, ավսյանի, երեխաները շատ են սիրում, սա էլ չամիչով հալվա է, տղաս էլ է սիրում, շատ ես էլ, բայց ես չեմ օգտագործում, մի փոքր, սա էլ ձույ է, երշիկ, ասում եք ինչ երշիկ գցեք, օգտվում տիկին Մարինե, չեմ հիշում անունը, գրել էր, օգտվում ենք սերվիլատ և ռամեզկի դելիկատես, շատ համեղ մսային երշիկներ են, այստեղ էլ մի հատ հավ են գնել, գնեք մսային երշիկներ, էժանի հետևը մի վազեք, սիրելիներս, ավելի լավ է մի փոքր, քիչ գնենք, բայց լավը, որակովը գնենք, սա էլ խտացրած կաթ է, Ռագաչովսկի տվորոկ ինձ համար, կարակ առավոտյան թեյի համար երեխաներին, դպրոց գնալուն, մի հատ էլ իշխան ձուկ ենք վերցրեք, այստեղ էլ գնել ենք երկու կապ համեմ, ընտիր համեմ է, երկու կապ էլ սամիտ, շուկայից են գնել սա, կիլոն 200 ռուբլի, որ եկել ենք մյուս շուկան հայկական բուխտան, գնել ենք այնտեղից երկու դուլ պանիր, մեկը չանախ, մեկը բրինձա և ձավար, հիմա գնել ենք լվացքի պարագաներ, սա կոնդիցիոներ է, դա էլ հեղուկ է գույնավոր շորերի համար, հնդկական գել մարմնի համար, սկրաբով,
Գնել եմ ամանների համար շփելու ժելեզկա, սա էլ օճառ է հնդկական, դե ես մեկ հատ չեմ գնել, շատ եմ գնել, ուղղակի մեկ-մեկ ցույց եմ տալիս, սա էլ փայլեցնող կաստրուկաները, ամանները, բաժակները այնպես է փայլացնում, մեկ անգամ գնել եմ սրանից, 10 հատ է ընդամենը մեջ է և շատ մատչելի գնով, 10 հատը արժի 200 ռուբլի, այսպես սիրելիները, սա էլ գնումները, հիմա բանջարեղեններն էլ ցույց կտամ, դասավորենք, հիմա ցույց եմ տալիս թթվի համար գնած բանջարեղենները, այստեղ լոլիկն է 20 կիլոգրամ, որ գնել ենք, տեսեք ինչքան լավ, ընտիր լոլիկ, կաղամբներ, սխտոր, կծուպղպեղ, մենք ունենք մեր հողամասից, որ հավաքել ենք, բայց որդից վերցրեց մի 5 հատ էլ, այստեղ էլ արկղով ծաղկակաղամբ է, ինչ կլցնենք թթվի մեջ, մնացածը ձվով կսարքենք, օգտակար, վիտամիններով հարուստ է ծաղկակաղամբը և շատ համեղ, այստեղ էլ դափնուտերև շարանով վերցրեցինք, մի 2 օրից արդեն որ մի քիչ չորանա կտեղավորեմ ամանի մեջ, սամիտ, համայրա թարմը, ձմերուկ, դեղց ենք գնել, արկղով վերցրեցի Հայաստանի մեր Արտաշատի Դվին գյուղի դեղձն է, կարմրաթուր համեղ դեղձ է, կոմպոտ կանենք և մի քիչ էլ երեխաները կուտեն, լավաշ ենք վերցրել, առանց լավաշի դե իհարկե չի լինի, այսքանը սիրելիներս, ցանկացած ձեզ հետ կիսվել, ցույց տալ, ասել, խոսել, մնացածը առավոտյան կհանդիպենք, արդեն կմաքրենք, կսկսենք թթու պատրաստելու գործողությունը, վաղը շատ գործ ունենք, այսօր հոգնել ենք, պառկենք, հանգստանանք, դե ինչ ձեզ բարի գիշեր, խաղաղ գիշեր, ստեսություն։